Ողջույն սիրելիներ, կրկին նոր առաջադրանք ունենք։ Նոր Մարաշի բնակիչ Արմինե Թովմասյանը մեզ հանձնարարել է գալ Նոր Գեղիի թիվ 1 միջնակարգ դպրոց եւ մասնակցել ավարտական դասարանների վերջին զանգի փորձին։ Գնանք մասնակցենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք երեխեք։ Լավ ենք։ Եկել ենք այսօր ձեր վերջին զանգի փորձին մասնակցենք։ Պարում էիք, երգում էիք, հա։ Մենք կարող ենք միանալ ձեզ։ Ուզում ենք մեր վերջի զանգը հիշել։ Թույլ կտաք, չէ։ Այո։ Շատ լավ։ Առաջարկում եմ մի հատ երգ դնենք, sense հավեսով բոլորս միասին պարենք։ Այո։ Առանց միմյանցը ծանոթանալու պարեցինք միասին, հիմա եկեք մի քիչ շփվենք։ Ձեր անունը կասեք մեզ։ Գայանե։ Ռոզա։ Օվսաննա։ Էմա։ Գայանեից սկսենք։ Գայանե ջան, ինչ կպատմես քո մասին, ինչ նպատակներ, երազանքներ ունես ու դպրոցից հետո ոնց ես պատկերացնում քո կյանքը։ Չէ պատկերացնում։ Գանեն չի ուզում դպրոցը ավարտի, Մերի ջան։ Լացելու փորձ անում եք, թե միանգամից Կստացվի ընթացքում։ Ռոզա ջան, դու ոնց ես պատկերացնում քո կյանքը դպրոցից հետո ինչ մասնագետ ես դառնալու։ Դպրոցից հետո համալսարան հաշվապահեմ ապագա։ Դու ինչ մասնագետ ես դառնալու։ Վարսահարդար։ Հիմա աշխատում եմ այդ մասնագիտությամբ։ Արդեն աշխատում ես։ Հա, 9-րդ դասանից։ Շատ լավ։ Լավ, վերջին զանգի օրը երեխեքի մազերը քո վրա է մնում ես։ Առաջարկում եմ կսարքես, բայց շատ գումար կվերցնես։ Էմա ջան, դու դպրոցում ինչն ես ամենաշատը սիրել ու ինչը չես սիրել։ Ամենաշատը առարկաներից սիրել եմ կենսաբանությունը, չեմ սիրել, որ պետք է առավոտ շուտ արթնանամ, որ գամ դպրոց։ Ինչքան սիրում ես այդպես երկար քնել քո համար։ Երեխեք ուր են բա ձեր տղաները։ Մասնակցում են հուշամրցաշարին, զոհվածին ծառայողներին նվիրված։ Ամեն տարի մայիս ամսին մեր դպրոցում տենց հուշամրցաշարեր է տեղի ունենում, ու այսօր էլ բասկետբոլի հուշամրցաշարն է։ Մեր դասային տղաներն էլ են տեղեն։ Իսկ տղաները ում հետ են պայքարում։ Զուգահեռ դասարանների, 11-երի, 10-երի, 9-երի։ Դպրոցի հետ կապված ինչ չարաճճություններ եք հիշում։ Ամենահիշող բանը այն է, որ գնացել ենք դպրոցի հետև վոլեյբոլ խաղալու, բռնե բերել են տնօրենի մոտ,
ու ահավոր ձևի խոսակցություն է եկել մեր վրա։ Այսինքն- Այսինքն դա էր լինում մեր մոտ։ Այսինքն դասից փախնում եք գնում եք խաղալու։ Հա, գնում էինք խաղալու, ինչ որ եկեղեցի էինք գնում։ Հետո հետ էին բերում դպրոց նորից։ Ընկեր Քոչարյան, այս տարի ձեր դասանի երեխաները ավարտում են դպրոցը, ինչ կպատմեք նրանց մասին, ինչ կասեք, չարաճճի են եղել, ձեզ շատ են տանջել, թե խելոք այսպես։ Ուրեմն այս տարի 2024-25 ուսումնական տարում ավարտում է նաև իմ դասարանը, ընդ որում ավարտում է 9-րդ դասարան։ Ուրեմն մի մասը մեր աշակերտների կգնան իրենց ուսումը շարունակելու քոլեջներում, մի մասը հետ կվերադառնան դպրոց, սովորելու դպրոցում, հետագայում կընդունվեն բուհեր։ Իհարկե ավարտելու կապակցությամբ նրանց ցանկանում եմ մեծ հաջողություններ, որ մեկը որ ճանապարհով որ կգնա, Աստծո բարի կամքով բոլորի առջև բարի լույսեր վառված լինեն եւ որտեղ որ ոտքները դնեն, կանաչ լինի ճանապարհը, իսկ ովքեր կգան դպրոց, մեծ սիրով մենք կրկին կաշխատենք մեր երեխաների հետ։ Բավականին շատ էքսկուրսիաներ ենք ունեցել, որը իհարկե նաև նպաստում է իրենց մտերմանալուն, միմյանց հետ շփման է նպաստում։ Ասեք, որ ամենահիշվողը դպրոցը ավարտելուց հետո դրանք են։ Եվ միջոցառումներն են, իրենց հետ կազմակերպված եւ էքսկուրսիաներն են, ինչու՞ չէ, նաեւ բոլոր դասապրոցեսները։ Երեխաներ, հիմա միասին կանենք ձեր վերջին զանգի փորձը, որպեսզի տեսնենք, թե ինչպես եք պատրաստվել լավ։ Ալեքս եւ Էլեն։ Ընկեր Մերի, ուղղակի մեր դասարանի տղաների մեծամասնությունը հիմա մարզադահլիճում 12-րդ դասային տղաների հետ հուշամրցաշարի են մասնակցում, այդ պատճառով այսքան քիչ ենք, 20 բացակա ունենք, ոչինչ։ Ալեքսը այստեղ չի, այսինքն։ Այստեղ չի։ Լավ, ես կլինեմ Ալեքսը այսօր։ Լավ։ Ողջույն սիրելի դպրոց, մեր մանկության եւ դեռահասության բնորան։ Ողջույն մեր շատ սիրելի տնօրեն եւ ուսուցիչներ։ Ողջույն հարգարժան հյուրեր եւ ծնողներ եւ Արարատ հեռուստաընկերության անձնակազմ։ Մեր դպրոցի հյուրընկալ տանիքի տակ ջերմային ողջունում ենք ձեզ բոլորիդ Իննիկո դասարանի կողմից։ Այսօր Հայաստանի բոլոր դպրոցներում կհնչի վերջին զանգի փորձը, որը կազդարարի նոր կյանքի սկիզբ։ Այժմ բոլորս կլսենք վարազդատին։ Քանի որ վարազդատը այստեղ չի, ես կարող եմ իր տեքստը կարդալ։ Արի։ Ահա։ Հիշարժան օր է այսօր մեր կյանքում, վերջին զանգն է զիլ ղողանջում, ոմանց համար վերջին, ոմանց համար շարունակական։ Իսկ այժմ խոսք ունի ասելու Էլեն Երեմյանը։ Համեցեք։ Սիրելի ուսուցիչներ, ընկերներ եւ դասընկերներ, առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել մեզ բոլորիս դպրոցն ավարտելու կապակցությամբ։ Սա մեզ սերպերում է, այստեղ մենք ոչ միայն գիտելիքներ, ունակություններ ու հմտություններ ենք սովորել, այլև կամքի ուժ, համառություն ու ձգտում դեպի նոր ապագա։ Ապրես։ Շարունակում է Ռեբեկան։ Ուզում եմ երախտապար դնել մեր դպրոցին, որի դռները միշտ բաց էին մեզ համար բոլոր դժվարությունների եւ հաջողությունների պայն։ Դպրոցը ոչ միայն կառույց է եղել, որտեղ մենք ձեռք բերեցինք գիտելիքներ, այլ նաեւ միջավայր, որտեղ ձևավորվեցին մեր արժեքներ եւ աշխարհայացք։ Դե ինչ, այս առաջադրանքն էլ կատարեցինք։ Քո առաջադրանքը եւս կարող են կատարել, եթե իմանանք, այդ պատճառով գրիր մեկնաբանության դաշտում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման գլխավոր հովանավորն է F-Net Telecom ընկերությունը։ Սիրելիներս, ձեզ հետ էր Մերին ու ես, ու նաեւ Վահագը։ Չմոռանանք Ինքը մեր հետ չէր։ Ոչ եկելա, ոչ բարելա, ոչ երկելա։ Ինչ արել որ, իր Ոչ արած մի բան։ ինչա։ Մելա կասելա նորից։ Պատրաստ, գնացի։ Հայ լելե, 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 լելե։
հայ լե 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 հայ լե 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 լե